Դիանա Գրիգորյանի վերջին զանգը սերիալի նկարահանումները շարունակվում են, մեր կողմից սիրված դերասաններն էլ շարունակում են մարմնավորել մեզ արդեն հայտնի դրական ու բացասական կերպարները։ Հեռուստասերիալում սպասվում են թեժ ու հետաքրքիր զարգացումներ։ Արդեն վերջապես պարզ դարձավ, որ Սոսը ողջ է և Սոսը շատ շուտով վերադառնալու է, բայց մինչև նրա վերադարձը վերադարձել են նրա կինը Լիլիթը և իհարկե որդին Արամը Բագրատի հետ միասին։ Հեռուստադիտողները սկզբում չէին հավատում, երբ մենք ասում էինք, որ Սոսն ու Լիլիթն ամուսնացել են, նրանց համար դա տարօրինակ էր թվում։ Տարօրինակ է թվում նաև հիմա, թե ինչը դարձավ պատճառ, որ Բագրատը բաժանեց Սոսին ու Աննային, բայց համաձայնվեց, որպեսզի Լիլիթն ու Սոսը միասին լինեն։ Հեռուստադիտողներին նաև հետաքրքրում է, թե որտեղից Սոսի այդքան ունեցվածքը ինչպես է եղել, որ նա Մոսկվայում այդքան հարստացել է, որ կարողացել է շախունցների հետ փայատեր լինել հանքերի։ Բայց Սոսը շատ լավ ճանաչում է Բագրատին, այդ իսկ պատճառով էլ իր հարազատ որդուն Արամին խնդրում է, որ նա հետևի ու զգույշ լինի Բագրատից, քանի որ երբ մարդ մի անգամ դավաճանում է, դա միակը չի լինելու հաստատ ու նա անընդհատ դավաճանելու է։ Իսկ թե ինչ ծրագրեր ունեն Հենդոն ու Միքայելը ցույց կտա ժամանակը, նրանք ուղղակի ժամանակ են շահում և ամեն ինչ անում են, որպեսզի Հենրին հավատա, որ նրանք ուզում են, որպեսզի Անգելինայի հետ միասին լինեն, սակայն դա ընդամենը իրենց ծրագրերի մի մասն է ու շատ շուտով նրանք հասկանալու են, որ խաբվել են։ Բայց այստեղ ավելի հետաքրքիր մանրամասներ են ի հայտ գալիս։ Ավագը վերջապես սկսում է կասկածել, որ Միքայելն ինչ-որ բան թաքցնում է և Անգելինան բնավ էլ Միքայելի երեխան չէ։ Եվ նրանք պետք է հասկանան, թե ինչու Միքայելը իր հարազատ երեխային պետք է հանձներ նրանց։ Եվ հավանաբար հենց Անգելինայի հարազատ ծնողներն էլ կանգնելու են նրանց կողքը և բացելու ճշմարտությունը։ Դե հա, մամ ջան, պապան իրականում քեզ շատ է սիրում, ակնհայտ է։ Ես գիտեմ դրանց։ Արի մոտ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ջիվան ռեստորանի տնօրինությանը շատ ճիշտ ծննդյան արարողություն կազմակերպելու համար։ Արդեն երկրորդ անգամն է, որ որոշում եմ այնտեղ անցկացնել ծննդյանս արարողությունը և չեմ փոշմանել։ Ինչու՞։ Որովհետև ասել հրաշալի սպասարկող անձնակազմ կնշանակի ոչինչ չասել։ Ասել աննկարագրելի համեղ ճաշատեսակներ կրկին կնշանակի ոչինչ չասել։ Փայլուն գեղեցիկ դրական մթնոլորտ, գեղեցիկ ճաշակով կատարումներ, ամեն բան կազմակերպվում է շատ ճիշտ և քո ցանկությամբ։ Ես իսկապես ուզում եմ շնորհակալություն հայտնել և ասել, որ երրորդ ծննդյանս արարողությունը կրկին այդտեղ եմ կազմակերպելու, որովհետև ես Ջիվան ռեստորան ամեն բան կազմակերպվում է շատ ճիշտ և քո ցանկությամբ։ Ես իսկապես ուզում եմ շնորհակալություն հայտնել և ասել, որ երրորդ ծննդյանս արարողությունը կրկին այդտեղ եմ կազմակերպելու, որովհետև ես Ջիվան ռեստորանից տարել եմ գեղեցիկ, փայլուն հիշողություններ։ Այսօր էլ ես սիրում տան ենք նկարահանման, ես էլ այսօր ունեմ այստեղ նկարահանում Հենրիս տանը։ Ինչ մեկ որ աստիճանն էի ծնգա, այս հրաշք տունն է։ Ուսարաս։ Մի խոսքով։ Ես էլ նրա Անգելինան։ Ուրեմն այս հրաշք երեխեքը ինձ առաջարկեցին ինձ գողանալ և տանել իրենց հրաշք բազմախտուրի բնությունը ցույց տալ։ Ես էլ համաձայնեցի։ Հազարավարի բնությունը ցույց տենք, ուղղակի քանի որ բազմախտուրի Ինչի՞։ ես չեն կարող տանել։ Որ ուզենանք կկանանք տանել։ Okay, չէ, ես սիրով բազմախտուրի մեր գյուղի եկեղեցի։ Գիտեք ինչ լավն է։ Ես իրական աշտարակը շատ եմ սիրում, շատ։ Ինչ աշտարակ։ Առաջինը ամբողջ ես թե Երևանից։ Երևանից, ասա։ Ամբողջ Հայաստանով մեկ միայն մեր գյուղում կա Մենաստան։ Ունդեղը Մագ Եղիսաբեթի։ Ես էլ դպիր եմ։
Ինձ հետո հետ կբերեք, չէ։ Չէ, մենք ուտանից վերնում։ Վերջին զանգինողի ընկերները հաստատ կիմանան այս ծառը։ Մեկ ինչ սիրուն տեղը։ Ինձ տեղ են բայց իրականում Որ մենք գտել որ չլենք, ինքը չէր գաստե։ շատ սիրուն sense բան է։ Հատվածը լրիվ սյոմիչնի։ Շատ սիրուն տեղ են ընտրել նկարելու համար։ Հենրի ու Անգելինայի տեսարանները երեխեքը բերեցին, ցույց տվեցին այստեղը, հա։ Հրաշքները եկել են մեզ տեսնելու, իմացել են որ նկարահանման ենք, եկել են մեզ տեսնելու։ Մի հատ ասեք տեսնեմ։ Չէ, դրանով ուղակի նկարվում եմ, ասում տեղ չունեմ, դրանով եմ նկարվում։ Հիմա մի հատ ինձ ասեք տեսնեմ։ Դուք ելեք կողմ, որ ես Հենրին հանգիստ թողնեմ։ Այո։ Դուք շատ լավն եք, բայց չէ։ Որովհետև շատ կողմ է։ Դեն ընկերուհին է դրանք որովհետև հերի սիրածում։ Մի րոպե, Հենրին հանգիստ թողեմ, բա մեղք չեմ մենակ մնամ։ Հալալին չէ, Ինչի բայց, ինչի։ Այդքան վատ բան արել։ Ուզում եք իրա։ Ինչով։ Ես լավն եմ, ես մարդու լավ ընկերուհին եմ։ Այն վատ բաներ անում իր ընկերոջը, ինչով ենք համապատասխան։ Բոլորը ասում եք համապատասխան եք, չգիտեմ։ Մի խոսքով որ հանկարծ տենց զույգ լինի, կսիրեք մեր զույգը։ Այո։ Լավ, կմտածեմ։